եթե խնդրեմ խփեք ձեր էկրանի վրա, հենց այդ ձեր edge-ի վրա, ցախ անկյունում մի հատ վիդեո կամերա է բերում։ Այ, всё, այս կանարա գայախվեր, բարև ցավը տանը։ Մենք անձամբ ծանոթ չենք, ընդհանրապես իրար հանդիպած չունենք, բայց ես ուզում եմ հենց այս պայից, այ ժբիդով ոնց մենք սկսում ենք, ժբիդով է վերջացնենք։ Քանի որ մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության ես իշքան գիտեմ, հանուն մեր քաղաքացիների շահին է, դրա համար ուզում եմ կոնստրուկտիվ հանուն մեր քաղաքացիների շահի, մեր համայնքների բարելավման կոնստրուկտիվ զրույց ունենանք, մի քիչ տարբերություն կա, չգիտեմ, հետևել եք թե չէ մեր եթերներին, մենք մի քիչ տնական ենք։ Կարանք բառ ասենք, որ ոչ ժուրնալիստական է, բայց 18+-ը չէ, բայց շատ նորմալ sense զրույց ենք ունենում իրար հետ, որովհետեւ հասարակ քաղաքացին հասկանա, թե այս մարդն ինչ հարցրավ, այս մարդն ինչ պատասխանեց։ Չէ՞ տանք են արևաճաճանճափային բառերի հետևից ցավը տանը։ Գրիշա ջան, կներես որ քեզ անունով եմ դիմում, որովհետեւ սրանից հետո ոնց որ թե արդեն մեր թիմագից ենք դառնում, նկատի ունեմ TikTok հարթակում գոնե։ Գրիշա ջան, մի փոքր քո կենսագրությունը կասես ցավը տանեմ, որովհետեւ մարդկանց համար ավելի լայն մասշտաբով ճանաչել լինես։ Իհարկե, ներկայանամ Գրիշա Հարությունյան ծնվել եւ մեծացել եմ Արմավիրի մարզի Դողս գյուղում, սովորել եւ ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը, ծառայել եմ ժամկետային ծառայությունս, ծառայել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Մարտունի 2 պաշտպանականում, այնուհետև սովորել եմ Երևանի պետական agrarային համալսարանը, 2016 թվականին մասնակցել եմ Դողս գյուղի ընտրություններին որպես համայնքապետ եւ 2016 թվականին ընտրվել եմ Դողս գյուղի ղեկավար։ Աշխատել եմ մինչև 2021 թվականը, մինչև համայնքների խոշորանալը։ 20 թվականին մեր համայնքի, այսպես ասած, ջոկատով ստեղծել ենք ջոկատ մեր համայնքով եւ մասնակցել ենք 44 օրին 44 օրյա պատերազմին, եղել ենք Մարտունի 3-ում։ Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա։ Շնորհակալություն Գրիշա ջան։ Աստված պահի բոլոր քո երեխաներին եւ մեր բոլորիս երեխաներին։ Գրիշա ջան, արի ցենք արդեն։ Այլ լավ, գյուղապետ եք եղել, համայնքի կողմից ընտրված, համայնքը ձեզ ինչքան ես հարցուփորձ եմ անում, շատ սիրում եմ, մեծամասնությունները լավ է խոսած է ձեր մասին։ Քանի որ ես ինֆորմացիա փորձել եմ հավաքեմ, կապ չունեմ դիմադիր եք դուք թե իշխանության մարդ եք, ես մարդկանց հետ որ ինտերվյու եմ անում, իրաց մասին ինֆորմացիա եմ հավաքում, դա իմ գործն է։ Շատ դրական է եղել ձեր մասին խոսածածը, շատ ընտանիքներին դուք շատ դեպքերում չեք թողել վզները ծուր, օգնել եք։ Ես իմացել եմ դրա մասին։ Բացի դրանից, այն փաստը, որ դուք գնացել եք եւ Արցախյան պատերազմի մասնակցություն եք ունեցել ձեր ընկերների հետ, դա խոսում է մենակ մասին, որ Արցախը ձեր համար հասարակ մի հատ ինչ-որ տերիտորիա չի եղել, որ Ադրբեջանին եղել, այսօր է տվել է։ Դա մեր հայրենիքի իմաստն է։ Ես իմ տպավորություններից եմ հիմա խոսում, բայց ինչու ոչ X ազնվորությունը, այլ հենց դուք որոշեցիք, ինչու հենց այդ կուսակցությունով, դուք կուսակցության անդամ եք թե ոչ, ինչն է ձեր մոտ քաշել այդ կուսակցության սկզբունքներից, ինչն է ձեր դուրնեգը, որ իրանցով եք դունել։ Ուրեմն մենք մեր որոշումը կայացրել ենք թիմային, մեր թիմը հիմա որ մենք ունենք համայնքի ղեկավարներ մեր թիմում, Ծաղկունք համայնքի ղեկավարը, Ամբերդ համայնքի ղեկավարը, բնականաբար որոշում եղել է թիմային եւ մեր կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի առաջարկությամբ որոշում ենք կայացրել, որ մասնակցենք ընտրություններին, այսպես ասած, որովհետեւ մենք մեր գաղափարները ոնց որ ասած նույնն են, մենք նույն ընդդիմադիր հայացքներ ունենք։ Դուք կուսակցական որ թվականից եք դառել, հենց Մայր Հայաստանի։ Նոր եք, այսինքն ընտրություններից առաջ դուք որոշել եք կուսակցական եւ գնաք ընտրություններին։ Այլ չի լինի դենց Գրիշա ջան, որ հանգարց Աստված ջան, էլի, դուք որևիցե մի ձև իշխանություն կամ չեք անցնում, էլ եմ ասում, Աստված ջան, այդ կուսակցությունից դուրս գաք, որը ասենք մեր Հայաստանում մի շատ տարածված երևույթ է։ Դե մնալու եք։
Չէ, ես այսպես պատասխանեմ ձեր հարցին, դուք նշեցիք, որ հրավիրելուց առաջ դուք մարդկանց մասին ոնց որ ինֆորմացիաներ եք հավաքում, ու երևի ձեր ինֆորմացիաների մեջ դուք ունենաք այդ մասը, որ մենք այդպեսին չենք, էլի, մենք չի, որ մի քանորով մենք լավ ընկերներ ենք դառնում, էլի, մի քանորով ընկերներ չենք լինում։ Դա շատ կարևոր է։ Շատ լավ, Գրիշա ջան, մեկ երկու տողով կարաք ասեք, ձեր համար այսօր հայկական հարցը ավելի շատ կարևոր է ընտրություններին գնալով, այսինքն համահայկական հարցը, թե հենց համայնքային հարցն է ձեր համար թիրախային, որ դուք գնում եք ընտրության, ինչ եք դրել ձեր առաջ, ինչ խնդիր եք լուծելու, եթե դուք վաղը հաղթում եք, ինչ խնդիր եք դրել ձեր առաջ, առաջնայինը ինչն է լելու, քաղաքային ալնելու, էշմնազնի կամ համայնքների հարցերի լուծումը, թե մթնոլորտի բարելավումը, սև ու սպիտակի վերացումը, ինչն եք ձեր առաջնային։ Գիտեք ոնց ես այսպես ասած այտենց չեմ մտածում սև ու սպիտակ, չգիտեմ, կարմիր, կապույտ, մենք բոլորս էլ հայ ենք եւ եթե կարելի է ես մեր ժողովրդին կոչով դիմեմ, որ եկել է ժամանակը, որ մենք բոլորս պետք է մի բռունցք դառնանք, եւ համայնքային, եւ ընդհանուր պետք է մի բռունցք դառնանք, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից, որպեսզի քաղաքացիական պայմանագրին իշխանազրկենք, թե համայնքում, թե մեր Հայաստանի Հանրապետությունում։ Ես հասկացա, բայց դուք իմ հարցից երևի ես սխալ ասեցի հարցս, տեսեք, դուք դառել եք համայնքապետ, եւ կա մարդիկ, որ ձեր դեմ, ասենք, զրբարտաբար խոսում են, աճուկներ են ուզում հավաքեն ԿՊ-ի համար, ձեր դեմ են աշխատում։ Վաղը դուք համայնքապետ եք, այդ մարդը ձեր դուրը թագում է, ոնց եք իրան դիմավորում։ Դուք կլինեք իր համայնքապետը, թե չէ, все-таки կասես գնա ԿՊ-ից ուզում։ Գիտեք ոնց, ամեն դեպքում ես նշեցի, որ մենք հայ ենք, իսկ մեր տեսակը թույլ չի տա, որ մեր հայ մարդուն, ինչ որ չգիտեմ, ասենք դու գնա քու քաղաքացիական պայմանագրի հետ էլի, փորձելու ենք ընդառաջենք, փորձելու ենք օգնենք, փորձելու ենք իրենց խնդիրները լուծել։ Մեզ տված դիազորությունների չափով, մեր հնարավորությունների չափով։ Այսինքն դուք լինելու եք բոլորի համայնքապետը։ Ես ճիշտ հասկացա։ Ձեր մոտ ինտերնետի խնդիր կա երևի։ Ջորջ ջան, մի հատ թափով լայքում եք, ոնց որ տեջի վրա աշխատում են։ Մայր ջան, անպայման կբարձրացնեմ կդաս այդ հարցը, ուղղակի ոնց հասկացա, մեր հյուրի մոտ խնդիր կա, կամ զանգել են, կամ բանի խնդիր կա, ինտերնետի։ Ահա, լավ, ձեր մոտ խնդիր կար, բայց հիմա ոնց որ թե արդեն լավ է։ Այսինքն դուք կլինելու եք վաղաշաբաթ համայնքի առանց կապ չունի, ինչ կուսակցությունն է, ինչ է, ով է, բոլորի համար հավասար ժողովրդի քվեն ստանալուց, ընտրվելուց մենք ես դառնալու եմ բոլորի ղեկավարը առանց ինչ որ չգիտեմ քաղաքացիական պայմանագրի սատարողների թե մնացած մյուս ուժերի։ Շատ լավ։ Կասեք 3 սկզբունքային ինչ որ կետեր ձեր ծրագրից, որոնք տարբերվում են բոլոր տեխնազոների ծրագրերից, որ դուք առանձնացնում եք դա, առաջնահերթություն եք տալիս դրանց։ Մենք առանձնացնում ենք ուրեմն վաղաշաբաթ խոշորացված համայնքում, որ մանկապարտեզները լինելու են անվճար, վաղաշաբաթ քաղաքը դառնալու է տուրիստական կենտրոն եւ մեր ծրագրերից նաեւ երրորդը, որ մենք Զվարթնոց թաղամասում, այսպես ասած, սատանի անիվ կարուսել կա, ինքը այգին ոչ լավ վիճակի է, մենք վաղաշաբաթի բնակիչներին խոսք ենք տալի, որ նորոգելու ենք եւ ունենալու ենք շատ լավ, շատ սիրուն այգի։ Տարեցների Այսինքն ոչ մեկի ծրագրերում նմանատիպ բան չկա, ինչ որ դուք առաջացրել ծրագրերում կոնկրետ Զվարթնոց թաղամասի, այսպես ասած, սատանի անիվ այդ խաղահրապարակի այդ կարուսելի հետ կապված ոչ մեկի ծրագրերում չկա։ Շատ լավ, Գրիշա ջան, մի հատ sense հարցել ձեզ տամ։ Ընդդիմադիրներին բոլորին ճանաչում եք դուք այն ուժերին, որոնք դրել են տեխնազություն։ Դուք ընդդիմադիրների մեջ տեսնում եք կեղծ ընդդիմադիրներ, որոնք վաղը կարող են կրոնափոխել ու տան ԿՊ-ի ձայներ օրինակ։ Ես ընդդիմադիր բոլոր ուժերին ճանաչում եմ, բայց
ժամանակը ցույց կտա, էլի։ Հիմա տես այստեղ դուք մեր հետ մի քիչ հարգելի Հարությունյան ջան, մի քիչ ակտիվ եղեք։ Դուք տեսաք հանրայինով, օրինակ ԿՊ-ի ներկայացուցիչը իմ համար շատ կոշտ վերաբերմունք ցույց տվեց ձեր ուժի հանդեպ, կոշտ խոսույթ ասեց, էլի, նա չէր կարելի հանրային հեռուստատեսությամբ նմանատիպ։ Ես օրինակ, եթե ինձ ասվեր, ես այդ պատասխանի հետևից մի հատ մեսեջ կուղարկեի, որ արեք դեվոլոպմենտ դեբատի, ես ձեր տեղը ցույց տամ։ Թե դուք ով եք, ինչ եք, օրինակ դեբատը դա քաղաքակիրթ շփման ձև է, դուք առաջարկել եք, իրանք հիմա մեղավոր են ձեզ գտնում, որ այդ տեսեք դուք չգնացիք ինչ որ դեբատների, փախել եք, պայեք մտնում, այս մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե իրանք ճիշտ են ասում, եթե դուք չեք արձագանքում։ Այլ դուք հենց հիմա իմ եթերով կարեք արձագանքեք Մեխագյանին, որ ինչ ինքը ասեց, ինչ իրավունքով այդպես ասեց օրինակ։ Ուրեմն Մեխակյանը նշեց, որ հրավիրել են մեզ բանամեջի, մենք չենք մասնակցել, բայց մի շաբաթ 10 օր առաջ մեր Դավիթ Կարապետյանը անձամբ հրավիրել էր Մեխակյանին բանավեճի 2-ով, Մեխակյանը չէր մասնակցել, իսկ մենք կարիք չենք տեսնում այդպես մի հեռուստաընկերությունում դեբատի մասնակցես, որը որ պետք է կրճատեն, որը որ իրանց ձեռա տալի այսպես ասած այդ ցույց տան, էլի։ Եթե ուղիղ եթերով դեպատ ասվածը կլինի, բանավեճը կլինի, մենք միանշանակ խնդիր չունենք մասնակցելու։ Այ եթե ես կարողանամ կազմակերպեմ այդ դեբատները, դուք կհամաձայնեք իմ մոտ լինեք այդ դեբատներում։ Այո։ Շատ լավ, շնորհակալ։ Ես կաշխատեմ այդ ուղղությամբ, խոսք չեմ տալիս, բայց կփորձեմ։ Իմ համար ամենակարևորը գիտեք որն է։ Լավ, ԿՊ-ն, դա սա քաղաքական պայքար է։ Ես չեմ ուզում, որ քաղաքական պայքարը մեր անձային ինչ որ խնդիրների, իրար պարզաբանումների կամ ինչ-որ բան դառնա։ Քաղաքական պատասխաններ, քաղաքական հարցադրումներ։ Դուք ելել եք ժողովրդից խնդրում եք ձայներ, որպեսզի գաք իշխանության եւ բարելավեք այդ նույն ժողովրդի կյանքը։ Եվ այս պարագայում տանել մարդկանց մատնանշելով ինչ-որ բան պիտակավորելով, ես դա գտնում եմ ոչ քաղաքակիրթ ձև, լինի դա ԿՊ, լինի դա ընդդիմություն, դա ոչ ընդունելու ճանապարհ է։ Դրա համար ես հետևում եմ ձեր քարոզարշավի ժամանակ։ Դուք ո՞նց եք գնահատում քարոզարշավի ժամանակ վախ կա մոր ժողովրդի մեջ, թե չէ։ Ինչ-որ ճնշվածություն տեսել եք, թե չեք տեսել։ Ասեմ ձեզ, մենք մեր քարոզարշավը շատ լավ է, մենք շրջում ենք փողոցներով, բակերով, հանդիպում ենք մարդկանց հետ, շատ ջերմ ու լավ ընդունում են մեզ։ Վախի զգացողություն լսել ենք, որ կամ մենք չենք հանդիպել։ Մի խոսքով Դուք չեք տեսնում մարդկանց մոտից ճնշվածություն, որ ուզում էին գային ձեր կողքը կանեին, բայց քանի որ կամերա կա, խնդիր են ապրել։ Քարոզարշավի ժամանակ հանդիպում ենք այն մարդկանց, ովքեր որ այդ այսպես ասած վախի մթնոլորտը հաղթահարած դուրս են գալի, դիմավորում են, լսում են մեր առաջարկները, մեր ծրագրերին են ծանոթանում, իսկ նրանք ովքեր որ ունեն այդ վախի մթնոլորտը իմ կարծիքով մնում են տան, էլի դուրս չեն գալի, չեն շփվում։ Այսպես կարամ պատասխանել այդ հարցին։ Կա ինչ-որ բան, բայց դուք չեք տեսել անձամբ քարոզարշավի շրջանակներում մենք վախի մթնոլորտ չենք հանդիպել։ Շատ լավ, տեսեք, Գրիշա ջան, sense մի հատ պրոբլեմ կա Հայաստանում արդեն ինքնակառավարման էսանդրությունների եւ իրանց հետևից ինչ process-ներ են կատարվում։ Այլ Գյումրու դեպքերից հետո ձեր մոտ ինչ-որ տրամադրություն փոխվել է, թե դուք ավելի տրամադրված եք հաղթելու։ Այսինքն ճնշվել է ինչ-որ ձևով ձեր ենթագիտակցության մեջ եղել է, որ կարող է վաղը ես դառնամ համայնքապետ, իմ հետևից էլ կան օրինակ, թե ավելի սկզբունքայինորեն ջախջախիչ, քաղաքական ջախջախիչ հաղթանակ եք տանելու Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հետ կապված։ Այդ խնդրեմ ես հարցին պատասխանեք ստույգ։ Գյումրու դեպքերը մեզ ավելի ուժեղացրել է, մենք ավելի, այսպես ասած, ավելի տրամադրվել ենք, իսկ շատերը շատ լրագրողներ այդ այսպես ասած նույն հարցը տալիս են, ձեր մեջ վախ կա եւ այլը եւ այլը եւ այլը։ Ես երկու բառով եմ պատասխանում այդ հարցին, որ վախկոտն ամեն օր է մեռնում։ Շատ ճիշտ պատասխան, հա։
Մոտավորապես, եթե խոսենք մոտավորապես, գիտեմ շատ անշնորհակալ հարց եմ տալու, շատ պրովոկացիոն հարց եմ տալու, բայց մոտավորապես դուք ձեր շանսերը ոնց եք գնահատում։ Դուք все-таки հավատում եք, որ լինելու է կոալիցիոն ինչ-որ ոնց որ եղավ Գյումրիում, թե միանձնյա կարող եք վերցնել իշխանություն։ Դուք եթե Մեր շանսերը մենք շատ բարձր ենք գնահատում, միանշանակ մենք դնում ենք այն ամեն ինչին, որ Մայր Հայաստան կուսակցությունը ինքը իրանով կազմելու է վաղաշապատի կառավարումը։ Եթե չէ, նոր ընդդիմադիր դաշտի հետ։ Եթե չէից ուզում եմ խոսենք, էլի ես բոլորին այդ հարցը տալու եմ, ոնց որ Գյումրիում եմ տվել։ Եթե չէ, դուք պատրաստ կլինեք ամենաշատ ձեներ հավաքած խումբը, որ կուսակցությունը, որ ամենաշատն է հավաքել ձայն ընդդիմադիրներից, ձայներով միանակ իրան, որպեսզի քաղաքապետը լինի ընդդիմադիր, ոնց եղավ Գյումրիում։ Պատրաստ եք։ Նույնը ձերը, եթե դուք եք շատը, մնացածն են ձեզ միանում։ Այսինքն այդտեղ արտարության սկզբունքով ոնց եղավ Գյումրիում։ Պատրաստ եք։ Մենք միջ օրս ընդդիմադիր դաշտի հետ նմանատիպ պայմանավորվածություն չունենք։ Մենք փորձելու ենք ընդդիմադիր դաշտի հետ նրանք ովքեր որ իրականում ընդդիմադիր են, բացառում ենք մեր համագործակցությունը քաղաքացիական կամ պայմանագրի եւ նրան սատարող ուժերի հետ, իսկ ընտրությունների արդյունքներից հետո պարզ կլինի փորձենք կոալիցիա կազմենք եւ ունենանք ընդդիմադիր համայնքի ղեկավար։ Գիտեք ինչու համար է շատ սկզբունքային հարց, որ ես տալիս եմ։ Հասկանում եմ, որ դուք թիմով հələ որոշում չունեք ձեր համար կայացրած, բայց ես այս հարցի հետևից գալու եմ, մինչև վերջնական պատասխան չստանամ, որտեղ գրավական է, որ ընդդիմությունը կհաղթի, դա սեփական շահերը մի կողմ դնելը, ընդհանուր ընդդիմության շահերը առաջ տանելն է։ Իմ համար կարևոր չի, որ անձը կգա ընդդիմությունից, եթե ինքը իրական ընդդիմություն է, այլ թիմային ընդդիմությունը, թիմային աշխատանքի մասին է խոսքը։ Դուք պատրաստ կլինեք, աշխատեք նման սկզբունք, օրինակ եմ ասում, դուք հավաքում եք 20%, մնացած ընդդիմադիրները հավաքում են 10%, իրանք որպես շատ հավաքած կուսակցություն ձեզ են տալիս ձայները, քանի որ դες պայմանավորվածություն դուք ունենաք։ Դրա մասին է խոսքը։ Ոնց եղավ Գյումրիում։ Մենք խնդիր չենք տեսնում։ Խնդիր չկա, մենք մեր սկզբունքները մենք հայտարարել ենք։ Աշիգ Մանուկյան, ոնց որ ես իր մոտից գրառում էի տեսել բանակցությունների, ինչ է։ Այ հենց այդ բանակցությունների հետ կապված Խաչիկ Մանուկյանը հայրենի կուսակցությունով առաջադրված տեխնազուն իր Facebook-յան էջում գրառում էր արել, որ ինքը ոնց որ կանչում է բոլորիդ նստեք մի կլոր սեղանի շուրջ եւ խոսեք այդ ամեն ինչի մասին, որովհետեւ ընդրական process-ի ժամանակ մեկը մյուսից չվնասեք, աշխատանքները մի փոքր, ասենք, կոորդինացնեք իրար հետ ոնց եք աշխատում, որովհետեւ ձեր դեմ աշխատում է մի հսկա ռեսուրս եւ այն որ ասում է Էլ նախարար չմնաց որ ձեր թաղերից վերջինս չգան ու ինչ որ մի հատ պրոյեկտ չբերեն, ասեն ժողովուրդ, այսի գրել են կառավարությունը ձեր համար։ Այդ պայքարելու համար շատ կարևոր է որ մեկը մյուսի չթիրախավորելով առաջ գնաք եւ սկզբունքանորեն համաձայնություն ձեռք բերեք հետ ընդրական ինչպիսի գործընթացներ է գնալու։ Գյումրիում ես տեսա Արգենի Գրիշյան, Գյումրիում եղավ մի պահ խնդիր, որ այդ սկզբունքային պայմանավորվածությունը եղել էր, բայց ոչ վերջնական էր դրա համար մի փոքր խնդիրներ առաջացան, բայց բարգացու ամեն ինչ նորմալ վերջացավ։ Այդ դուք պատրաստ կլինեք այդպես կլոր սեղանի շուրջ նստեք, խոսեք։ Իհարկե, մենք պատրաստ կլինենք ընդդիմադիր դաշտի հետ կնստենք եւ ընտրություններից հետո Այստեղ մի հատ ցենց էլի նորից տնական հարց եմ տալու։ Այ դուք պայմանավորվում եք ընդդիմադիրներով, որ հավաքվելու եք, այսինչ ժամին, այսինչ տեղը, այսինչ օբյեկտում կամ ինչ-որ տեղ զալում, կլոր սեղան նստեք խոսեք։ Այդտեղ գալիս է մի հատ ընդդիմադիր fake, դուք ո՞նց եք իրան ասելու, ախպեր, դու այդտեղ չմասնակցես, դու մեր հետ կապ չունես։ Բայց ինքը լրիվ գիտեք, որ ստեղծած, ասած արհեստական ընդդիմադիր է։ Ինքը ժամանակ հետո փոխվելու է իր ընդդիմադիր հայացքները Նիկոլ Փաշինյանին է միանալու։ Ո՞նց եք իրան ասելու չմտնեսնես։ Մենք ուրեմն սենց ասեմ, էլի ձեր տնական հարցին ես էլ փորձեմ տնական ձևով պատասխանել։ Մենք էլ այդքան միամիտ չենք, մենք էլ բոլորին ճանաչում ենք, այդ ձեր ասած fake-ը բնականաբար մեր կլոր սեղանի շուրջ չի գալու հասնի, որ մի հատ էլ, չգիտեմ, հասկանա թե մենք ինչ ենք պայմանավորվում, որ նոր հետո անդե ասի։ Չի լինելու տենց բան։ Այ այդ շատ կարևոր է ձեր պատասխանը։
Շատ կարևոր է։ Ժողովուրդ ջան, ովքեր որ կուզենան հարցերը տան, սկզբունքները գիտեք հարցերի, դեմքերդ բացում եք, մեր ջան, նոր դու ասեցիր Էշմիածնից, մինչև քո բարձրանալը վերև հարցը տալը, ես խնդրում եմ մենակ այդ սկզբունքին չելնեք վերև, ասեք իմ դեպքը չեմ կարող բացեմ, ես մի անգամից իջացնում եմ։ Հրիշա ջան, վերջին հարցն է տամ, մինչև մեր ընկերները բարձրանան հարցերը տան իրենց, արցախցիների հարցի լուծումը ոնց է անելու, եթե իշխանության գաք, ինչ եք անելու արցախցիների համար, քանի որ Էշմիածնում շատ կան, Բարի Վարշավների ժամանակ շփվում ենք արցախցիների հետ, նաև մեր դոքս գյուղում ունենք Արցախի բնակիչներ, որոնք որ արդեն ահագին վաղ ապրում են մեր գյուղում, նոր մարդիկ են եկել, բոլորի հետ ծանոթացել ենք, շփվում ենք ու անկախ ամեն ինչից, անկախ վաղաշաբաթի ղեկավարը լինելուց, բոլորն էլ արդեն ինձ ճանաչում են եւ բոլորին մենք մեր աջակցությունը հայտնել ենք ու փորձել ենք մեր ուժերի հնարավոր չափով արցախցիների կողքը լինել։ Իսկ մնացած երբ որ կստանձնենք պաշտոնը, մեր լիազորությունների չափով միանշանակ արցախցիներին բոլորին աջակցել։ Շատ լավ, տեսեք, դուք 10-16 թվականին եք եղել, չէ՞, բան, գյուղապետ։ Դե ժամանակ հələ դեռ խոշորացված չէր։ Այս ձեզ, այս խոշորացումը ինչու է դեռ կապված։ Ինչ էին իրանք ուզում։ Հենց այն չարից է խոշորացումը։ Խոշորացնելը ըստ ինձ նրա համար էր, որ այսպես ասած այսօր տեսեք ինչ ունենք էլի, վաղաշաբաթ 18 գյուղ, Զվարթնոց թաղամաս, որ մի ղեկավարը լինի, այս մարդիկը այդ ձեր ասած տնական ձևով մի ղեկավարի հետ գործ ունենան էլի, ոչ թե 18-20 ղեկավարի հետ։ Ու ասեմ ձեզ, որ ես այդքան էլ վատ չեմ նայում այդ ամեն ինչին, որ խոշորացնելը ես մտածում եմ, որ իա ճիշտ կողմն ուներ։ Օրինակ կարակ ասեք, ինչ տարբերություն կար, եթե առանձին գնային գյուղերը իրանց գյուղապետը, իսկ այստեղ խոշորացվածով գնացին։ Ինչ տարբերություն կար։ Այսինքն խոյը նորից առանձին ընտրությունների մասնակցել եւ վաղաշաբաթը նորից առանձին առաջներում, հա։ Միանշանակ խոյը բերեցին վաղաշաբաթ խոշորացված համայնքին միացրեցին, որ քաղաքացիական պայմանագիրը կարենա ձայն տանի, թե չէ վաղաշաբաթում ձայն չուներ։ Ես վերջերս ինձ ռոլիկ տեսա, որ Արտաշ Ասատրյանը ձեր գյուղում ինչ-որ այնտեղ երկում պարում էր ԿՊԱ-ները, դե ոնց կմեկնաբանեք, ուղղակի արտիստ է եկել էր երկում էր, թե ինքը ԿՊԱ-ին է արդեն միացել։ Չեմ կարծում, ես ճիշտն ասած տենց չեմ կարող այդ ձևի տեղեկություն տամ, ինքը ԿՊ-ին է միացել, թե ԿՊ-ին չի միացել, սատարում է քաղաքացիական պայմանագրին, թե չէ։ Ուղղակի այդ ամեն ինչը կազմակերպել էր Դոքս գյուղի բնակիչ Ռուբեն Մանուկյանը, որը որ մեր Դոքս գյուղի բարերարն է, ուղղակի այդ ամեն ինչը այսպես ասած օգտագործեցին ԿՊԱ-ականներն էլի։ Շատ լավ, քանի դեռ մեր մոտ հələ մարդիկ են, որոնց ես չեմ բարձրացնի, որովհետև չեմ ճանաչում իրենց սկզբունքայինորեն ովքեր կարան լինեն, մինչև մարդիկ գան, որ գոնե ճանաչեմ 1-2 անգամ հելածնեմ, ես մի հատ եւս մեկ հարց տամ։ Ինչպես է ձեր կուսակցությունը վերաբերվում այն ամենի համար, այն ամենին, ինչ տեղի ունենում այսօր եկեղեցու շուրջ։ Շատ կարևոր է, որովհետև վաղաշաբաթ համայնքի կարելի ասել սիրտն է, մեր հայկական սիրտն է, բայց ձեր մոտ է գտնվում եկեղեցին եւ ինչպիսի հարաբերություններ կլինեն եկեղեցի եւ համայնքապետարան հարաբերությունները։ Ինչ կանեք դուք եկեղեցու համար հավելյալ, որովհետեւ ինքը սենց կենտրոնական իշխանությունների կողմից թիրախավորված չլինի կամ ժողովրդի այլ կարծիք լինի, ոչ թե ռոպագանդայի տակ մարդիկ մնան։ Այդ խնդրեմ ձեր կուսակցական կարծիքն ասեք, անձամբ ձեր կարծիքը, եթե ուզում եք ասեք։ Անձամբ իմ կարծիքը միանշանակ ես եկեղեցու կողքն եմ, կուսակցությունը նույնպես եկեղեցու կողքն է, մենք մեր քարոզ արշավից առաջ ստորագրահավաք ենք արել, աջակցություն հայ առաքելական եկեղեցուն, ասեմ ձեզ, որ այդքան էլ տենց չի ոնց որ ներկայացնում են, ժողովրդի 90% եւ ավելին եկեղեցու կողքը կանգնած է։ Մայր ջան, привет, ես շքան գիտեմ, դու Էշմիածնում ես, չէ՞, բնակվում Մայր ջան, հարցը как раз
Արսեն ջան, բարև բոլորին, բարև Արսեն ջան, բարև ձեր հյուրին, կներեք ազգանունը չհիշեցի, երևի չեք չէր հնչել Գրիշա ջան։ Գրիշա Հարությունյան, հա, անունս Մհեր է, Էջմիածին քաղաքից եմ, Չարենց փողոցից։ Ես ընդհանուր հասկանում եմ, որ հիմա բոլոր դեպատները ավելի շատ քաղաքական լինելու, բայց մենք մի քիչ անցնենք մեր առօրյա հոգսերին Էջմիածին քաղաքի ու փորձենք մի հատ հասկանանք, տնանք թե ոնց ենք դրանց լուծում տալու, խոսքս կոնկրետ համատիրությունների մասին է, այսինքն համատիրություն կոչեցյալը, էդի մի հատ կհիշեք 90-ականների թվի կոշկակարի բուդկայա, մեջը մի հոգի նստած, մաքսիմում 2 հոգի էդ է, ու էդ համատիրության ներկայացուցիչները մասմա Մեր ջան, կապիտ հետ խնդիր կա, ցավը տանեմ։ Ինչ է այսօր կատարվում ձեր մոտ։ Շատ ակտիվ զբաղվում են դրամ։ Մեր ջան, քո կապի հետ խնդիր կա, ես ինչքան հասկացա Հավաքությամբ։ Ես մի քիչ կարճ ասա հարցդ, որովհետև կապը ընդհանրապես քո ձայնը ընդհանրապես չեմ հասկանում։ 19 թվից Էջմիածին եմ ապրում, ես հələ չեմ տեսել համատիրության ինչով։ Իմ կապի հետ։ Հարցս փորձեմ ձևակերպեմ, եթե չստացվի ներքևից գրելով կձևակերպեմ, ինչ եք մտածում համատիրությունների կոնկրետ գործառույթների աշխատանքի Համատիրությունների հետ մասը երևի թե Գրիշա ջան, թե համատիրությունների հետ ոնց եք աշխատելու, որովհետեւ այդ համատիրությունները գործեն իրաց նպատակին ծառայեն, ասենց ասած։ Երևի թե երկուսի մոտ ունել կապերի խնդիր է, հեսա կներեք ժողովուրդ ջան, մի վարքյան մի հատ էլ բարձրացնեմ հյուրին Գլուշիտ են անում, գլուշիտ։ Հիմա երևի թե դզվեց, մի հատ է բացեք, ահա։ Երևի գլուշիտ են անում, մի հատ նայեք ձեր կողքը գռուզավի բան չկա կանած։ Դրանցից ամեն ինչ ասես ես հավատում եմ, ինչ ասես։ Լավ, տեսեք, ինքը երևի թե մեր ընկերը հարց է տալիս էր համատիրությունների հետ կապված։ Եթե կարաք ձեր վերանայելու ենք համատիրության աշխատանքը եւ փորձելու ենք կազմակերպենք։ Օգնենք համատիրությանը, որ ինչի մանեն փող տալի, այդ փողերն ուր այդեմ, ոնց այդեմ։ Հասկացա։ Այդ մեր ընկերը որ հուշում է, ինքը կարա գա հենց հիմա միանա մեր եթերին, նստի ձեր կողքը խնդիր չեմ տեսնում։ Այստեղ կապ չունի, դուք թիմային աշխատողներ եք, այնց որ խնդիր չի, մի հոգի պիտի նստի, թե երկու հոգի պետք է նստի։ Կարա մեկը մեր հարցին պատասխանի, մյուսը մյուս հարցին պատասխանի։ Խնդիր չեմ տեսնում։ Տեսեք, Գրիշա ջան, Կներեք ես մի բան ասեմ, այդ հուշումը ավելի շատ ես սենց կարելի է ներկայանամ էլի, ես ոնց որ ասած գյուղի տղա եմ, ձեր ասած գյուղի ոնց որ ուղում են ավելի շատ տենց ընկեր նայ, ցավը տանեմ, մենք սիրում ենք տնագանը, մենք սիրում ենք հայկականը, մենք սիրում ենք մեր միջից հելածին Մենք չենք սիրում գրական բառերով խոսացողներին, շարադրողներին, բայց հետո սաղի դեմ մենք սիրում ենք, որ մարդիկ գալիս են, ծառայում են, ոչ թե ծառայեցնում են։ Դու գյուղի տղա ես, դու քո ցավն է տանեմ, դու ճիշտ տեղ ես եկել, էսի քո հաղորդումն է։ Խոսան հենց ոնց ուզում ես։ 100%։ Դու մեր մոտ ավելի սիրում կլես, եթե քո ձևի խոսած։ Հիմա հարց եմ տալիս։ Աշխատատեղերի խնդիր ունի այսօր Էջմիածինը ու вообще Վաղարշապատը, չհաշված գյուղատնտեսական աշխատանքները։ Գործարաններ, ինչ-որ ներդրումներ որտեղից եք բերելու, որ ուղղություններից, ինչպիսի երկրներից կան բարերարներ, որ ձեր հետ կապ են ելել, որ այ դուք որ եղաք իշխանություն, Վաղարշապատում մենք այս բաները կանենք։ Ինչպես եք այդ ամեն ինչին նայում։ Ուրեմն ասեմ, ունենք ընկերներ, որոնց անունը հիմա չեմ ուզում, այսպես ասած, եթերով տալ, որոնց հետ մենք արդեն ունենք նմանատիպ պայմանավորվածություններ, որ մեր անցնելու պարագայում զվարթնոց սատանի ասված այդ կարուսելը հենց մեր ընկերներն են ասել, որ վերանորոգելու են, մենք էլ արխային այդ ամեն ինչը մեր ծրագրի մեջ ներառել ենք ու ներկայացնում ենք ժողովրդին։ Իսկ
Վաղաշաբաթը տուրիստական կենտրոն դարձնելու հետ կապված արդեն մեր համայնքային բյուջեն կմեծացնենք, իսկ ժողովրդի համար էլ կստեղծվեն աշխատատեղեր, փորձելու ենք բիզնեսմեններին, մի խոսքով աշխատող մարդու կողքն ենք լինելու, փորձելու ենք աշխատող մարդուն, Գրիշա ջան, նույնը Վարդան Ղուկասյանը փորձեց անել բյուջեն մեծացնել, ինքը աշխատավարձները արեց 30% ավելացրեց, կստացի այդ հարցին դուք պատասխան տվեք, դուք պատրաստվում եք իշխանության գալու դեպքում համայնքապետարանում աշխատող բոլոր անձանց աշխատավարձ բարձրացնելու դա մեկ, որովհետև շատ փոքր է այդ մարդկանց աշխատավարձը, երկրորդ հարցս դուք ասում եք բյուջեն փորձենք մեծացնենք, ինչ ուղիներով եք մեծացնելու։ Ուրեմն ասեմ ձեզ, ես որ նշեցի, որ ես եղել եմ Դողս գյուղի գյուղապետ, մեր հավաքագրումները այնտեղ սենց ասած կա մինիմում մաքսիմում, որ հավաքանուն իստով դու կարաս որոշես մինիմում, կարաս որոշես մաքսիմում։ Հիմա այսօրվա մեր իշխանությունները վաղաշաբաթի կարելի ասել որոշել են մաքսիմումը, մաքսիմում, այսինքն ժողովրդի գրպանը մտնելով չի կարելի բյուջեն խոշորացնել, մեծացնել։ Ես այդ նկատի չունեմ։ Ես նկատի ունեմ քաղաքը, երբ որ տուրիստական կենտրոն կդառնա, երբ որ Զվարթնոց թաղամասը սկսի արդեն տուրիստները այցելել, կփորձենք բիզնեսմեններին ինչ-որ ձևով աջակցել, հյուրանոցներ եւ այլը, հանգստավայրեր, այդ դեպքում արդեն մենք կփորձենք մեր բյուջեն դրա հաշվին մեծացնել, ոչ թե ժողովրդի գրպանին։ Շատ բայց ստեղ խնդիր կա, իմ մոտ հեսա օգտատերներն են նույն հարց տալի, իմ մեջն էլ հավաճանում։ Ինչու՞մն է խնդիրը, որ այդ բարերարների անունները չեք կարող տալ, դա մեկ։ Մարդկանց մոտ տարակուսությունը առաջանում, թե լավ, այդ մարդը լավ բան է ուզում անի քաղաքի համար, ինչի է իր անունը պահվում, միգուցե չկա այդ մարդը։ Երկրորդը, որ երկրից են այդ հովանավորները, որովհետև ձեզ կապում են ռուսական թևի հետ, այն էլ շատ յառ են կապում։ Դուք լրիվ Եվրոպայի ու Ամերիկային դեմ, ասած ասած ուժ եք։ Այլ ուզում ենք հասկանանք որտեղից է ֆինանսը գալու ձեզ։ Մեր ընկերների, մեր բարերարների անունը չտալու հիմնական պատճառներից է։ Դա իմ սկզբունքն է։ Ես կարամ այս ձևով պատասխանեմ այդ հարցին, ես լավ ճանաչում եմ մեր համագյուղացուն, որը որ բարերար է, Ռոբերտ Մանուկյանը։ Ինքը փորձեց ինչ-որ բարերարություն անել, բայց բերեցին ինչ սարքեցին։ Հասկանալի է, բայց դուք տեսեք նախընտրական խոստում եք տալիս ձեր ընտրողներին, որ ես ունեմ մարդիկ, ովքեր ներդրումներ կանեն, բայց չեմ ասի ձեզ հիմա։ Իրանք եք ասեն, դե ասա, որ քեզ ընտրենք, ախպեր։ Չես ասում, մենք էլ սենց ասած օդի մեջը չենք ուզում ընտրենք։ Հիմի մեկի 1-2 հոգու անուն ինչն է խնդիրը։ Թիրախավորված կլինեն իշխանության կողմից, որ ձեր հետ ուզեցեն աշխատեն, թե ոնց։ Դուք չենք բացառում այդ փաստը, որ կարան թիրախավորվեն։ Դե իրանք ընտրություններից հետո է կթիրախավորվեն, եթե ինչ-որ բան անեն, քանի որ իշխանությունը միջև 20 այդ տեքստը չի ունենա, էլի, ոնց որ հիմա։ Ես հարցը տվեցի, դուք պատասխանեցիք, մենք գոյ ենք, թե գոյ չենք, արդեն թող մեր հետ մնա այդ հարցը։ Այստեղ շատ կարևոր է, թե ովքեր են մարդիկ, ովքեր ֆինանսավորում են, թե ընդդիմության գործունեությունը, թե ինչ-որ կոնկրետ ուժի գործունեությունը, որովհետև մենք չենք ուզում ինչ-որ մի հատ թուրքական պրոյեկտից անջատվենք, կտրվենք, ձերբազատվենք, ընկնենք մի հատ ուրիշ պրոյեկտների մեջ, հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Մենք զուտ հայկական պրոյեկտներ ենք ուզում լինենք, որտեղ ի ծնե մենք ծնվել ենք հայ ենք եղել, всё, մեր համար ուրիշ պրոյեկտ չկա։ Հայքի պրոյեկտն ենք մենք, ասենց ասած։ Լավ, Գրիշա ջան, մի հատ ասենց հարց տամ ձեզ։ Կրթական ոլորտի հետ կապված, ինչ մանկապարտեզների հետ կապված, ինչ վիճակում է, դուք ասենց ասած հավաքը գրել եք, ինֆորմացիա ունեք, մանկապարտեզները ինչ վիճակում են, այն մանկապարտեզները, որոնք համայնքապետարանի բալանսի մեջ են, ինչպիսի լուծումներ կան, ինչպես եք այդ լուծումները տալու։ Բոլոր մանկապարտեզները համայնքի վճարովի են, մենք նշեցի մեր ընտրվելու պարագայում մեր ժողովրդին խոսք ենք տալի, որ մանկապարտեզները դառնալու են անվճար, վերանորոգելու ենք, նոր մանկապարտեզներ ենք ստեղծելու, նորն ենք սարքելու։
Այսինքն կոնկրետ հավաքագրած չունեք թե ովքեր են ինչ վիճակում են։ Կոնկրետ չգիտեք, այս ինչ տեղը ցանկապատ չկա, այս ինչ տեղը լույսը լավը չի, այս ինչ տեղը լավ պովերներ չեն օրինակ, պետք է այդ հարցերը լուծվի։ Այ ինչ ձեր թիմը շատ մեծ թիմ է, ես Գյումրիում ծանոթացել եմ ձեր թիմի աշխատանքի հետ ու ասեմ ձեզ, օֆիսում որ մտա, ես այդ օֆիսը որ խուզարկվեց, մինչև այդ խուզարկումն էլ որ ես մտել էի, ես շատ գեղեցիկ մի հատ պատկեր տեսա, որ ամեն մեկը իր գործը անում էր։ Իմ համար ճիշտն ասած բրավո ասեցի, որ պետքա սենց աշխատել։ Դրա համար ես կուզենամ որ նույնը լինի նաև Էշմիածնում, նույն ձև դուք աշխատեք ու ամեն մի մեկը, որը կա խնդրեմ է ժողովրդի վզին դրած, դուք այդ խնդրեմը իմանալով գնաք անդրության։ Ես դրա մասին եմ խոսում, Գրիշա ջան։ Այսինքն օթի, ասենք մենք ամեն ինչ կանենք, այդ քփնել է ասելու։ Ես ուզում եմ դուք տարբերվեք բոլորը այդ քփից։ Ասեք կոնկրետ, ինչ կա եւ ինչ է կանելու։ Մյուս հարցը ամենադժվարինն է, որին դուք պատասխանեք ձեր ասած այն ձեր եղում մազում կերած տեսակի պես, որ այսինքն չտծրեք ճակատին։ Արսենը հարցը տալիս է։ Դուք համայնքապետ եք, ո՞նց եք աշխատելու Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հետ։ Դուք իր այդ ձերք եք սեղմելու, իր այդ սեղան եք նստելու, դիմավորելու, աղոհաց եք տալու, ո՞նց եք աշխատելու։ Բնականաբար աղոհաց չի լինելու, մենք ընդդիմադիր համայնքապետ, ես ընդդիմադիր համայնքապետ ընտրվելու դեպքում չեմ կարծում, որ եթե իրենք փորձեն, որ ասենք, չգիտեմ, համայնքի դոտացիա կամ եւ այլը նմանատիպ բաները կտրեն, դեպի ժողովրդին մենք իրազեկենք, ժողովուրդը կտեղեկանա ինչա կատարվում, իսկ մնացածները շփումներն էլ, այսպես ասած, օրենքի սահմանում, չափի մեջ։ Այսինքն դուք պատրաստ եք հանուն ձեր քաղաքի, հանուն ձեր համայնքի շփվեք իշխանությունների հետ, որովհետև այդ մարդիկ ուզենք թե չուզենք ընդրված իշխանություն են այսօր, լավն են, վատն են, իրանք են, ինստիտուտն են, ինքն էլ վարչապետն է։ Եթե Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը հանում ես, վարչապետը ուզես պատրաստ եք շփվելը մի քիչ ուրիշ ասված է, բայց վեկալենք սենց էլի օրենքի չափի մեջ բնականաբար ուզես թե չուզես պետք է շփվես ծրագիր ես ներկայացնելու ուղարկելու ես կառավարություն ոնց կարած չշփվես այսինքն ուղարկեք ու այդ հանգում Մի ասեմ որտեղ է հագացվում մեր խոսածածը տեսեք դուք բացում եք ինչ-որ օբյեկտ ձեր քաղաքում բացում է ինչ-որ մարդ մի հատ սուպերմարկետ լինի մանկապարտեզ լինի ինչ-որ մի օբյեկտ է բացում ինքը աղոհացով դիմավորում է ուզում է վարչապետը կդրի այդ որպես վարչապետ դուք դեռ պետք է լինեք որպես քաղաքապետ աղոհացը եղավ որ դիմավորեցիք ինքը աղոհացը կերավ Դիմավորեց ու կդրեցիք։ Ես դրա մեջ օրինակ վատ բան չեմ տեսնում, ու սկզբից ասեմ, որ այն ամեն ինչ ինձ ծառայեցվելու է ժողովրդին, ինչու՞ չէ, ով ուզում է թող բերի։ Ով ուզում է լինի։ Թող բերի, դուք եք որպես համայնքի ղեկավար գնալու եք, այդտեղ կանելու եք ու հպարտանալու եք, որ ձեր քաղաքում ինչ-որ մի հատ լավ նոր օբյեկտ բացվելու է։ Ես այդ նկատի ունեի, ընդհանրապես ուրիշ ոչ մի բան։ Ամեն դեպքում մենք հույս ունենք, որ այս իշխանությունները երկար չեն մնալու ու մենք էլ չենք շփվելու։ Շատ լավ, հեսա մարդ է ուզում Բարսելոնա, բայց ժողովուրդ ջան, խնդրանքս Էշմիածնից էլի, Էշմիածնից, ովքեր Էշմիածնից են, որովհետև չի կարող լինի, ասենք, այս ձևաչափով, այս մարդը համայնքապետի տեխնազու է, ոչ թե վարչապետի, որ ելնենք ամբողջ Հայաստանից Սյունիքից Արցախ։ Ես ամեն դեպքում, տեսեք, քանի որ այն սկզբունքով որ առաջնորդվում, որ դուք շատ կոնկրետ բոլոր ընդդիմադիրները շատ աշխատանք են տանում այս քանի օրը ես նկատում եմ քրտնական աշխատանքը ձեր փողոցներում ժողովրդի հետ շփվելու եւ այլն համար փորձում եմ մի քիչ կրճատեմ ժամանակը որ մեր եթերները մի քիչ կարճ լինեն որ հասցնեք վերականգնվեք հաջորդ առավոտյան ձեր հանդիպումներին ես կփորձեմ դեբատներ կազմակերպեմ ու շատ խնդրած կլինեմ որ այդ դեբատներին մասնակից ելնեք դուք բոլորը տասեք ձեր առաջարկները, վիճեք, բանավիճեք մյուսների ասածների հետ, ինչու ոչ, բանավեճի մեջն է գտնվում այն միակ լույսը, որ ժողովուրդը կվերցնի ու այդ լույսի երևից կգնա։ Ամեն դեպքում ձեր թիմին իմ կողմից շատ խոր, ասենց հարգանքս ու բարևները, առաջնորդվեք մենակ ձեր քաղաքացիների շահերով, առաջնորդվեք ձեր քաղաքացիների շահերով ու փորձեք իրական ընդդիմադիրները մի քիչ անջատվեք են մնացածից եւ ձեր քաղաքականությունը նես տանեք որ մենք ունենանք մի հատ սայլուտել ոնց որ եղավ Փարաքյարում եւ Գյումրիում եւ Լոռիում ինչու՞ չէ Վանաձորի հետ
բայց ոչ հետևանքները դենց լինեն էլի։ Ունենանք նաև վաղաշապատը շատ կարևոր մենակ ոչ մենակ քաղաքական մեսիջ է, այլ նաև հոգևոր մեսիջ է, շատ կարևոր է ով ալնելու համայնքապետը։ Մենք տեսանք վերջին 7 տարիներում ԿՊ-ն ընդ համայնքապետ էր եւ վիճակը լացելու է, ասենց եթե բան ասեմ, եթե ԿՊ ներկայացուցիչը կուզենա մասնակցի, խնդրեմ, արեք մասնակցեք, ես ձեզ բացատրեմ, մատներով ասեմ փողոցների անուններ տամ, որտեղ լացելու է ուղղակի։ Վաղաշապատում Էշմիածն։ Ամեն դեպքում Գրիշ ջան, շատ շնորհակալություն ձեզ մասնակցելու համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Վարդգեր ջան, ինչ ուզում ես հարց տաս, մի րոպե մեր ընկերներից մեկը հեսա մի հատ գոնե վերջի հարցը տա ու մենք վերջացնենք։ Վարդգեր ջան, դեպքը բաց, ախպեր ջան, գիտեմ սիրուն։ Ինչա։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ այդ հարց տամ, ես Էշմիածնին քաղաքից չեմ, բայց իմ ընկերներից շատերը Էշմիածնին քաղաքից են։ Ես կուզենամ հարցնեմ, գյուղական տարածքներում կա տրանսպորտի խնդիր։ Օրինակ դուք ինչպես եք լուծելու այդ գյուղական տարածքում տրանսպորտի խնդիրը, որպեսզի ուսանողությունը կարողանա ավելի հեշտ գնա ուսումը ստանալու։ Ուրեմն Վարդգեր ջան, ողջունում եմ քեզ։ Նմանապես համար ասեմ ձեզ, ես դուք երևի չեմ սկզբից հետևել եք մեզ թե չէ, ես երբ որ եղել եմ Դողս գյուղի ղեկավար, ես ինքս մեր բյուջեով լուծել եմ այդ հարցը, որ մեր ուսանողները երբեք խնդիր չեն ունեցել։ Կոնկրետ կարաք հետաքրքրվեք, իմանաք իմ կառավարման տարիների Դողս գյուղը առանձին իր ուսանողականն ունեցել։ Իսկ հիմա առավել եւս փորձելու ենք ընդհանուր այդ հարցի լուծումը տալ։ Շնորհակալություն պատասխանի համար, ինձ ճիշտ ասած միայն այդ հարցն է հետաքրքիր։ Հուսով եմ կարծիքը ասեմ, հուսով եմ ընկերներ ունեք։ Ձեր ընկերներին ուղղորդեք թող Դողս գյուղ հարցնեն ժողովրդին, մենք ինչպես ենք այդ հարցի լուծումը տվել։ Իմ ընկերների, ինչպես նաև իմ նպատակն է կարևորը ԿՊ-ն չհաղթին։ Ձեզ մաղթում եմ հաջողություն։ Միացիր որ փոխենք ախպերս։ Լավ է։ Աբրես Վարդգեր ջան, հեռու մի գնա, հեսա մի քիչ հետո բարձրացնեմ։ Մենք սկզբունքայնորեն մի երկու բանի շուրջ գոնե պայմանավորվեցինք, որ ընդդիմադիրներով փորձեք հանդիպեք եւ ճանապարհակարդես գծեք, թե ինչպես կարելի է գնալ օրենքի շրջանակներում այնպես, որպեսզի ժողովուրդը ձեզ ձայն տա եւ դուք իշխանություն լինեք, դուք ասելով հավաքական ընդդիմությունը կամ ընդդիմություն ընդհանրապես։ Շնորհակալություն ձեզ։ Հուսով եմ մենք նորից կհանդիպենք։ Ես գալու եմ փողոցներում, գալու եմ լուսաբանելու եմ, ձեր կողքից եմ քայլելու, մնացած ընդդիմադիրների կողքից եմ քայլելու։ Ինձ թվում է մենք անձնական շփումներում ավելի հարցերի պատասխաններ իր հարցը պատասխան կունենանք, ավելի ուրիշ ֆորմատով։ Լավ մնացեք։ Հաջողություն։ Ժողովուրդ ջան, ես ինչ եմ անում սենց կարճ բան, հասկացեք, իրոք, ես հետևում եմ այս ուժերին, իրանք գրեթե օրական 20-30 կիլոմետր ոտքով